Գործարար ալիքն եք դիտում կամ լսում FM 106 եւ 5 հաճախականությամբ կամ մեր թվային հարթակներում եք, առաջին Դարբինյանի ժամն է 2024 թվականի, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է, հիմնական խոսափողի մոտ հեղինակը, ողջունում եմ ձեզ։ Ողջույն, բարև ձեզ բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին, ցանկանում եմ լավ տարի, ցանկանում եմ բեղմնավոր տարի, ստեղծարար տարի։ Այսօր կուզեի, որ մենք խոսեինք Փարաջանովի մասին, որովհետև Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին է այսօր։ Փառապան Սոբելյան իմ կարծիքով, որը ոչ միայն ոչ այնքան միգուցե մեր ազգային նշանակություն ունի, բայց նա միջազգային անգամ տիեզերական մասշտաբի մի ստեղծարար մարդ էր, գործիչ, որի 100-ամյակ իմ կարծիքով մենք այդքան էլ չենք գիտակցում։ Համենայն դեպս ես չկարողացա այդպես հստակ հասկանալ, թե մեր հասարակությունը, թեկուզ եւ ստեղծագործ հասարակությունը կամ թե պետությունը ինչպես է պատրաստվում աշխարհին ներկայացնել Սերգեյ Փարաջանովին 100-ամյակի կապակցությամբ։ Իհարկե ստեղծվել է կառավարական հանձնաժողով, իմ կարծիքով դա նաև արձագանք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմանը, որը 100-ամյակը դիտեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևորագույն այդպես իրադարձությունների շարքում 2024 թվականի, բայց որևէ հոդաբաշխ անելիքների ցանկ, որևէ կոնցեպտ ես չտեսա անկեղծ ասած եւ շատ ցավում եմ դրա համար։ Չգիտես ինչու մեզ մոտ ընդունված է հասկանալ հետեւյալ կերպ, էլի, որ եթե Փարաջանովն է, ուրեմն դա կինոգետների գործն է, կինոգործիչների խնդիրն է։ Եթե ասենք Հրանտ Հովհաննեսյանն է, դա Հրանտ Մաթեոսյանն է, դա գրողների միության խնդիրն է։ Եթե Շարլ Ազնավուրն է, որի դեպ 100-ամյակը եւս այս տարի պիտի տոնենք, եւ որը եւս մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ իրադարձությունների կարևորագույն մշակութային իրադարձությունների ցանկում, ես շատ ցավում եմ, որ Պարույր Սևակի 100-ամյակը, որը նույնպես հունվարին է լինելու, հունվարի 24-ին, շատ ցավում եմ, որ Պարույր Սևակը ընդգրկված չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում, բայց դա նաև նորից մեր մեղքն է, այսինքն մենք չենք կարողացել Սևակ մեծությանը ներկայացնել աշխարհին, շատերին չենք կարողացել ներկայացնել, բայց Սևակը ուղղակի 100-ամյակն է եւ դա այն հսկան էր, որին արժեր ներկայացնել աշխարհին ըստ պատշաճի։ Այո, այդպես է, այսինքն ընդունված է այդպես համարել, որ լոկալ դա ինչ-որ ստեղծագործական միությունների, կինոգործիչների խնդիրն է, Փարաջանովի խնդիրը։ Մենք երբևիցե կարծում եմ չենք անդրադարձել մեր մեծությունների փիլիսոփայական, քաղաքագիտական, քաղաքացիական մոտեցումներին, ինչպիսի արտացոլում կան նրանց կյանքի եւ ստեղծագործության մեջ դեպի քաղաքացիականություն, ինչպես են նրանք իրենց դրսևորել որպես անձնավորություններ տարբեր իրավիճակներում, ինչպիսի խորհուրդ կա նրանց կյանքի եւ գործունեության մեջ մեզ համար, ոչ միայն ստեղծագործական աշխատանքների, նաեւ իրենց վարվելակերպի, իրենց կյանքի, կենցաղի, իրենց մոտեցումների, ես կարծում եմ, որ հսկայական բաց կա այստեղ, էլի, ես ցավում եմ դրա համար։ Համենայն դեպս ես դիտարկել եմ եւ դիտարկում եմ մեր մեծերին ոչ միայն իրենց ստեղծագործական գագաթներով, այսպես ասած, եւ իրենց նվաճումներով, այլ նրանց քաղաքացիական, փիլիսոփայական մոտեցումներով, ինչպիսի արժեքների տեր էին այդ մարդիկ, ինչ էին քարոզում, ինչ են ուզեցել մեզ հաղորդել, մեզ եւ հաջորդ սերունդներին։ Այդ իմաստով իհարկե Փարաջանովի կերպարը խելահեղ կերպար է եւ շատ արժե, որպեսզի մենք անդրադառնանք այդ կերպարին, նրա խորհուրդին, ինչպիսի խորհուրդ է նա հաղորդել մեզ եւ ինչ պիտի մենք տանենք մեզ այդ փարաջանովական դեպի ապագա։ Իմ կարծիքով առաջին խորհրդանիշը դա իհարկե ազատասիրությունն է, ազատությունն է։ Նրա այդ խելահեղ ազատ կեցվածքը, որը իսկապես օրինակելի է, այսինքն օրինակ կարող է ծառայել ցանկացած մեկի համար, ով կուզենար իր ազատությունը դրսևորել։ Գիտեք, ես շատ հաճախ համեմատություն եմ անում նորածին երեխան իր այդ նորածնի ճիչը
ազդանշում է նրա ազատությունը, այսինքն մարդը առաջին իր ճիչով ազդարարում է իր ազատ մուտքը ուրեմն այս աշխարհ։ Դրանից հետո այդ մարդը, այսինքն մենք սկսում ենք այդ մարդուն բարուրել, փաթաթել, սահմանափակել նրա ազատությունները տարբեր տեսակի գործողություններով, իհարկե ուրեմն լավագույն ձևը սահմանափակումների դա օրենքն է, օրենքի կատարումը, բայց կան նաև այլ սահմանափակումներ, հասարակական կարծիք, ավանդույթներ, սովորություններ եւ այլն։ Փարաջանը այս ամենից վեր էր, այսինքն նրա համար դա գոյություն չուներ որևէ սահմանափակում եւ իհարկե դրանում իրեն օգնում էր իր ստեղծագործությունը, ստեղծարար լինելու, ստեղծարարությունը ընդհանրապես։ Ես կուզենամ ասել, որ երևի թե դրանում է գաղտնիք այն ազատության, որը մենք տեսնում ենք իր կյանքում ընդհանրապես իր դրսևորումներում, ոչ միայն իր ստեղծագործության մեջ։ Ես կարծում եմ, որ այդտեղ խորհուրդ կա նաև մեզ որպես ազգ, խորհուրդ այդ ազատությունը դրսևորել ստեղծարար կյանքի միջոցով, որովհետև մենք կարծես թե առանձնապես այլ հարստություն չունենք, մենք ենք ու մեր հողը, մենք ենք մեր սարերը, մենք ենք մեր հողերը։ Եթե մենք չկարողանանք դրսևորել ազատությունը մեր ստեղծարարության միջոցով, եթե մենք չկարողանանք դրսևորել մեր ազատ կամքի արտահայտությունը ստեղծարար կյանքով ամրապնդելու միջոցով, ես կարծում եմ, որ մենք չենք հաջողի։ Եվ սա այն խորհուրդն է, որը ես կուզեի, որպեսզի մենք վերցնենք Փարաջանովից։ Իհարկե մենք պարտավոր ենք նաև անպայման նրա կերպարին անդրադառնալ, նրա հակասիստեմիկ կերպարին, նա հակադրվում էր ցանկացած սիստեմավորման, հատկապես եթե խոսքը գնում էր գաղափարախոսական ինչ-որ սահմանափակումների, բնական է կոմունիստական կուսակցության դոմինանտի ներքո դա շատ ցայտուն էր արտահայտվում, բայց ես ուզում եմ ասել, որ հենց իսկական, իրական ստեղծագործ մարդու կերպարը հենց այդպիսին է, դա պիտի լինի հակասիստեմիկ։ Այդ իմաստով իհարկե ցավ եմ ապրում, երբ ես տեսնում եմ այսօրվա երեկվա ընդհանրապես մեր այս անկախ պետականության ժամանակաշրջանում մեր ստեղծագործական միությունների կեցվածքը, վարքը, նրանց այսպես կռացած դիրքը իշխանավորների բացակայությունը հասարակական կյանքում, եթե արմիություն, եթե ստեղծագործական միությունների մասին միությունները եւ մարդիկ, ովքեր խորհրդանշում են, այսպես ասած, տարբեր ուղղություններ արվեստի, նրանց այդ կեցվածքը նույնիսկ եմ կրկնում կռացած ինչ-որ չափով նսեմացված կեցվածք իշխանավորների նկատմամբ եւ խոսքը չի գնում պետության հանդեպ իրենց վերաբերմունքի, իրենք հակառակը պիտի լինեն իհարկե պետության ամրասյուներից կարևորագույնը հենց ստեղծարար մարդն է եւ ես ցավում եմ դրա համար, մյուս կողմից ցավում եմ նաեւ պետության համար, որովհետեւ պետությունը մինչեւ այժմ իմ կարծիքով չի գիտակցել, որ իր ամրասյունն է ազատ մարդը, ազատ ստեղծագործող մարդը։ Պետության հիմնական խնդիրներից է իմ կարծիքով այդ ազատության պահպանումը։ Եվ խրախուսումը նոր ազատ մարդկանց ծնվելու, եւ ծնվելը եւ պաշտպանությունը։ Մենք սևեռվել ենք պետության այլ գործառույթի վրա, մենք սահմանափակելու վրա ենք սևեռվել, այսինքն պետությունը իհարկե ունի այդ գործառույթը։ Պետությունը պիտի սահմանափակի մեր ազատությունները օրենքով, բնականաբար, բայց առաջնահերթ է պետության կողմից ազատության պաշտպանությունը եւ խրախուսումը։ Դա սարսափելի կարևոր խնդիր է, որը մենք դեռևս չենք գիտակցել։ Մենք չենք գիտակցել, որ ազատ մարդն է լինելու այս պետության միակ եւ ամենազորեղ պաշտպանը։ Մենք դա չենք գիտակցել ցավոք սրտի։ Դա բնականաբար չի գիտակցել նաեւ սովետական միությունը, որը բանտարկեց Փարաջանովին բացարձակ շինցու հնարովի, այսպես ասած, մեղադրանքների հետ կապված, բայց միևնույն է չկարողացավ բանտարկել նրա ազատությունը։ Ավելին, ես կարծում եմ, որ այդ բանտային կյանքը Փարաջանովին մի այլ կերպ ուրիշ տեսանկյունից բացեց նրան որպես արդեն
նկարիչ, կերպարվեստի բարձրագույն նմուշների ստեղծող, նաև մարդկային հարաբերություններում, գիտեք, ինքը բազմաթիվ անգամներ արտահայտվել է դրա մասին, որ ինձ փրկեց այնտեղ բարությունը, արժանապատվությունը, ասում էր Փարաջանովը, եւ իհարկե արդարամտությունը։ Այսինքն այդ սովետական զեկերի շրջանում իսկ իրեն իսկապես պահում էին սովետական ամենադաժան հանցագործների շրջանում։ Այդպես այդ շրջապատում էր ինքը բանտում նստած։ Այդ հանցագործները իրեն ընդունել են որպես ամենաարդարամիտ, ամենաստեղծարար, ամենագեղեցիկ մարդ, հասկանում եք, եւ խոստովանություններ էին անում իրենք։ Ինքը հարյուրավոր խոստովանություններ ուներ սովետական զեկերի, որոնց վերաբերյալ անգամ նման նպատակ ուներ, ցավոք սրտի կարճ ապրեց, 66 տարի ապրել ընդամենը, որից 15 տարի այս կամ այն կերպ սովետական սիստեմի կողմից եղել է հալածված կամ բանտարկված կամ սահմանափակված բոլոր կերպերով, բայց ցավոք սրտի շատ ու շատ նրա մտքեր եւ շատ ու շատ գաղափարներ չիրագործվեցին հենց դրա պատճառով նաեւ։ Հաջորդը, որ ես կարծում եմ շատ կարևոր է մեզ համար, դա իր տարողունակությունն է, իր ընդգրկուն լինելը, ինքը այնքան մեծ էր, որ կարողանում էր ընդգրկել տարբեր մշակույթներ իր մեջ։ Մենք շատ հազվադեպ ենք անդրադարձել, միգուցե նաև եւ չենք էլ անդրադարձել։ Նրա ֆիլմերից առաջին համաշխարհային համբավ բերող ֆիլմը դա Չենի Զաբուտիխ Պրեդկով ֆիլմն էր, որը ամբողջությամբ ձոն էր ուկրաինական ինքնությանը։ Ես կարծում եմ, որ անգամ եթե վերցնենք 20-րդ դարը ուկրաինական ժողովուրդը դժվար թե ունենար ավելի զորեղ պաշտպան իր ինքնության, քան Սերգեյ Փարաջանովն էր։ Ես չեմ կարծում եւ չեմ տեսնում, որ մենք առանձնապես դա կարեւորել ենք, օրինակ մեր հայ-ուկրաինական ենթադրենք հարաբերություններում, ես դա չեմ տեսնում։ Չէ՞ որ բազմաթիվ առիթներով հարցականներ կան, արդյոք կա այդ ինքնությունը թե ոչ։ Փարաջանովը պատասխանել է այդ հարցին դեռևս 1965 թվականին։ Բացի դրանից, ուրեմն լեգենդա Սուրամսկի կրեպեսցի, դա վրացիների ձոնն էր, հասկանում եք, նա ներկայացրեց վրացիներին իրենց մշակույթով։ Բացի դրանից նա ներկայացրեց մահմեդականներին, այսինքն այնքան ընդգրկուն էր, որ կարողանում էր խորասուզվել նրանց ամենախորը մշակութային մակարդակներում, կարողանում էր իրենց բնույթը ներկայացնել աշխարհին։ Ես իսկապես աշխարհին էր ներկայացնում, գեղեցիկ կերպով էր ներկայացնում։ Աշիկ Քերիբը դա ոչ միայն ասենք պարսկական, նաև ադրբեջանա-թուրքական մշակույթի ներկայացումն էր եւ ֆիլմը նկարահանվել էր Ադրբեջանում այդ ժամանակ 80-ականներին, ել չեմ ասում Սայաթնովան, որը նռանգույնը ֆիլմն է արտահայտում, Փարաջանովը պատրաստվում էր նաև հանդգնում էր, այսպես ասած, ընդհանրապես հանդգնությունը նրա նույնպես շատ կարևոր հատկություններից մեկն էր, հանդգնում էր ռուսական էպոսը էկրանիզացնել Սլովա Պոլկու Իգորևի, ես ուղղակի պատկերացնում եմ ինչպիսի փառահեղ ձոն կլիներ դա ռուսական մշակույթի եւ ռուսական էպոսի։ Բայց ցավոք սրտի կյանքը կարճ տևեց եւ դրա պատճառն էր նաեւ այդ սովետական եւ կոմունիստական հալածանքները ցավոք սրտի ոչ միայն այդ հարցում ընդհանրապես այդքան խոհեմ չեղան կառավարիչները սովետական, որ կարողանային հասկանալ, որ այս մարդը ուղղակի հանճար է եւ այդ հանճարը իրենք պիտի մաքսիմալ օգտագործեն իշա բոլոր այն մշակույթների, որոնց կրողը ինքը հանդիսանում էր։ Այդ իմաստով ես իհարկե պիտի ասեմ նաև շնորհակալություն հայտնեմ նաև մեր բոլորի անունից, երևի թե 80-ականների վերջի մեր սովետական կառավարության որոշմանը, որ այդ տունը սարքեց, ստեղծեց եւ նվիրեց ըստ էության Հայաստանին եւ աշխարհին Փարաջանովի տուն-թանգարանը։ Փարաջանովը առանձնապես մեծ կապեր Երևանի կամ Հայաստանի հետ չի ունեցել, ծնվել մեծացել է Թիֆլիսում, այնուհետև
ստեղծագործական իր կյանքը ընդհանրապես համարվում է փառահեղ ուկրաինական ռեժիսոր, հասկանում եք, ստեղծագործական կյանքը անցկացրել է Դովժենկոյի եւ Սավչենկոյի գլխավորությամբ, ուկրաինական երկու հսկաների գլխավորությամբ եւ ուսումնառել եւ հետո աշխատել ուկրաինական ստուդիայում, Վրաստանում է իհարկե բնականաբար հայրական տուն է եղել, գիտեք, ես նաեւ Սոֆի Կոչիավերելից ինչ-որ մի հատված տեսա, որը պատմում էր, թե ինչպես ուրեմն երբ դատարանում լսվում էր հերթական գործը, իմիջիայլոց ամենադաժան կերպով Փարաջանովին դատապարտել են հենց Ուկրաինայում, բայց Վրաստանում Շևարդնաձեի ներգործությամբ կարողացել են նրան փրկել, որ դա չնստի բան, այլ բանից դատարանի դահլիճից հանել են դուրս, Սոֆի Կոչիավերելին հենց դատարանի դահլիճում ասել, ախր դուք ով եք, որ Փարաջանովին դատեք, դուք ով եք, դատավորներին է դիմել սովետական, հասկանում եք, եւ ես ցավ եմ ապրում անկեղծ ասած, որ մենք այդ ծննդով, ծագումով հայ խոշորագույն արվեստագետին չենք կարողացել աշխարհին ներկայացնել։ Հիմա եթե փորձեք փնտրել համացանցում ինչ կա Փարաջանովի մասին, ռուսալեզու շատ լավ մի ֆիլմ կա, որը Նաստայաշ Եվրեմը հեռուստաընկերությունն է նկարահանել մի քանի տարի առաջ, վրացալեզու մի շատ լավ ֆիլմ կա, որտեղ Էլդար Շենգելայան, Գիա Կանչելին, Լանա Գոգոբերիձեն փառահեղ վրացական արվեստի ներկայացուցիչները ներկայացնում են Փարաջանովին եւ իրենց հիշողությունները։ Ես չտեսա, ես չեմ տեսնում որևէ հայկական ուրեմն պրոդուկտ, որը կոչված լիներ աշխարհին ներկայացնել Փարաջանովին։ Այստեղ հարցը ոչ միայն հայալեզուի մասին է, հարցը նա մասին է, որ մենք աշխարհին իրենց լեզուներով ներկայացնենք Փարաջանովին։ Մեր ներքին հասարակության մեջ կարողացանք, թե չէ, ոնց է։ Չենք կարողացել, դա մեր մոդել է, այսինքն չէ, դա չենք կարողացել։ Լավագույնը ինչ մասսայական, հա, դիտողը տեսել է, հավանաբար այդ նրան գույնն է ու վերջ։ Դե տեսեք, այսինքն մեր կոմպլեքսավորվածությունը, այդ օրինակ ասենք ուկրաինական թեմատիկան, ես օրինակ չեմ հիշում, որ մեր հեռուստատեսությունը ցույց տար առանձնապես այդ ֆիլմը, «Ձենի забытых предков», դա փառահեղ ֆիլմ է, շքեղագույն ֆիլմ է ուղղակի, չեմ հիշում, որ ցույց տված լինենք, Աշիկ Քերիպը վերջին տարիներին ընդհանրապես հաստատ ցույց չեն տա, որովհետև անհասկանալի կոմպլեքսներից ելնելով նորից եմ կրկնում, եւ տեսեք նորից, այսինքն ՅՈՒՆԵՍԿՕ-ն փառավորում է առանց մեզ, այսինքն մենք այդտեղ առանձնապես մենք պիտի օգտվենք այդ հնարավորությունից աշխարհին ներկայացնել, որ սա այնուամենայնիվ հայ հանճար է, հասկանում եք, որը մեծագույն ավանդ ունի ընդհանրապես միջազգային համաշխարհային արվեստի զարգացման գործում։ Եվ իհարկե այդ իմաստով մենք լիքը անելիքներ ունենք, ես նորից եմ կրկնում այդ կառավարական հանձնաժողով կա ստեղծված բան, բայց որևէ հոդաբաշխ բան ես չտեսա եւ այդտեղ հենց որ տեսնում եմ այդ հանձնաժողովներում միջոցառում բառը, ճիշտ ասած արդեն բանը կարելի է փակել եւ որևէ այլ բան չնայել, որտեղ միջոցառումը չի էլի այստեղ, մենք պետք է հասկանանք ինչ պրոդուկտ ենք ստեղծում, սա հրաշալի առիթ է այս 100-ամյակը, որպեսզի մենք աշխարհին ներկայացնենք հայ հանճարին, ստեղծենք պրոդուկտներ, ֆիլմ նկարենք, ես չգիտեմ, այսինքն գեղարվեստական ինչ-որ գործ պատվիրի պետությունը վերջապես եւ պետությունը վերջապես տեր կանգնի իր հսկաներին, նույն Փարաջանովը բազմաթիվ անգամներ մեծարել է Փելեշյանին որպես համաշխարհային դասի, համաշխարհային ամենաբարձր դասի արվեստագետ եւ կինոռեժիսոր, ես գիտեմ Փելեշյանը տասնյակ տարիներ արդեն փնտրում է ֆինանսական միջոցներ իր ինչպես ինքն է կարծում լավագույն ֆիլմը նկարելու համար եւ չի կարողանում գտնել այդ միջոցները եւ ես չեմ տեսնում որ մենք առանձնապես հայոց աշխարհով կամ հայոց պետությամբ ասենք մտահոգված ենք այդ խնդրով կարող եմ հիշել նույն Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանի երկարատև պատմությունը որ կարծեմ անավարտ կարծես այո մինչև հիմա անավարտ չի ավարտվել կարող եմ հիշել Աղասի Այվազյանի տուն-թանգարանի հետ կապված այդպես էլ չլուծված խնդիրը այրին երկար տարիներ փորձում են ինչ-որ բանի հասնել վերջը վախճանվեց ինքն էլ հիմա չգիտեմ ինչ վիճակում է մենք ընդհանրապես մեր մեծերի նկատմամբ, նրանց ժառանգության նկատմամբ ոչ միայն ստեղծագործական ժառանգության եւ ոչ միայն նեղ մասնագիտական, գրականագիտական, երաժշտագիտական կամ կինոգետների հետ կապված, այլ ուղղակի նրանց համամարտկային, փիլիսոփայական,
քաղաքական մոտեցումները։ Եվս մի խորհուրդ Փարաջանովից, նրա բառահեղ արտահայտություններից մեկը ես ասում էր վրեժ լուծեցի աշխարհից սիրո գործադրմամբ, սիրո միջոցով։ Я отомстил любовью. Любовью, այսինքն ինքը սերը դիտարկում էր որպես մի շատ ուժեղ փաստարկ, շատ հզոր մի փաստարկ, որով կարողանում էր իսկապես հաղթահարել ցանկացած խնդիր։ Հիմա այդ սերը, համերաշխությունը նույնպես կարծես կորել են մեզանում։ Ուր է այդ սերը, որ մենք իրար նկատմամբ պիտի տածենք։ Ուր է այդ սերը, որ մեզ պիտի միավորի։ Ուր է այդ սերը, որի կենարար ուժով մենք կկարողանանք ստեղծագործել։ Իսկ մենք պիտի հիմա ստեղծագործենք, մենք մեր կյանքը եւ մեր պետությունը, մեր հանրությունը պիտի ըստ էության նորովի ստեղծենք եւ այդ ճանապարհի վրա ենք, իսկ իմ կարծիքով այստեղ հենց այդ խորհուրդը Փարաջանովի ստեղծարար սիրով եւ բարությամբ լցնելով հայկական աշխարհը նպաստել խրախուսել այդ ստեղծարար աշխատանքին, կարծում սա լավագույն խորհուրդն է, որ մենք կարող ենք վերցնել եւ ղեկավարվել դրանով եւ կոչ կանեի իհարկե նաեւ մեր պետական այրերին, որ այդ միջոցառումները վերջ տան, միջոցառումներ հավաքվում են, ասենք ինչ որ միտեղ ծափ են տալիս մի անգամ են էլ չգիտեմ սահմանափակ նեղ կազմով, ես օրինակ երբեք չեմ ստանում նման հրավերքներ բայց դա անելիք չի։ Ստեղծեք պրոդուկտ, ստեղծեք մի բան, որը կարողանաք աշխարհին ներկայացնել որպես հայ հանճարի դրսևորում եւ նման կերպ աշխարհին մենք ներկայանանք որպես հզոր այլ ամենայնիվ եթե խոսենք կինոյի մասին մենք երկու հսկա ենք տվել համաշխարհային մեծություն, որոնք արդեն ընդունվել են աշխարհի կողմից անկախ մեր վերաբերմունքից մենք կարող ենք մեր այս ապաշնորհությամբ իրենց կարող ենք անգամ մոռանալ, բայց աշխարհը արդեն իրենց ֆիքսել է որպես մեծություններ, հա, նույն Փարաջանովին եւ Փելեշյանին։ Սա է խորհուրդը, ես կուզեի անպայման անդրադառնալ այսօր, որովհետեւ համարում եմ, որ իրավունք չունենք մենք սա չկարևորելու։ Դեռ մի փոքր ժամանակ ունենք, մի հարց քննարկենք։ Արդյոք տենց մարդիկ բաց հասարակություններում ծնվում են։ Այսինքն ակնհայտ է, որ այս մարդը փակ հասարակության պրոդուկտ էր, արդյունք էր։ Չէ, ազատ երկրում տենց մարդկանց կարիք էլ չի լինում երևի։ Չէ, խելահեղ մարդկանց խելահեղությունը ընդհանրապես դա մի հրաշալի բան է, խելահեղները աշխարհ են առաջ տանում, խելահեղները նայում են շատ ավելի առաջ եւ հասարակությունները աշխարհը գլոբուսը, այսպես ասած, շատ ավելի հետո է հասնում նրան, չէ, մշտապես խելառներն են իմ կարծիքով այս աշխարհը առաջ տարել եւ մշտապես նրանք շատ հազվադեպ են ծնվում։ Այդպես չի, որ ասենք մենք եթե լավագույնը 100 տարին մեկ նման մի խենթ ունենանք, քաղաքականության մեջ արժեք է, հա։ Իհարկե, քաղաքականության մեջ մեր խենթը Վազգենն էր, իհարկե Սարգսյան, որի որևէ նմանակը չկա ու շատ դժվարում եմ ասել կծնվի արդյոք մոտ ժամանակներս թե ոչ։ Բայց առանց դրանց հնարավոր չէ։ Եվ դա ոչ թե փակ հասարակության արգասիկ է, դա ազգի պետության երևի պահանջարկից ելնելով է դա ծնվում եւ իհարկե պատմական որոշակի հանգամանքների ներքո, այսպես ասեմ, իմ կարծիքով։ Հիմա եթե տեսնենք մեր այսօրվա արդի ստեղծագործողները, դե Սևակ ինչպես էր ասում, ջուրը մինչև չգժվի չի եռա, հասկանում եք, պետք է գժվես, որ մի բան ստեղծես, սարքես։ Կարող եմ հիշատակել, բայց միգուցե չառանձնացնեմ, ցանկացած ստեղծագործող, որը արժեք է ստեղծում, անպայման պիտի գժվի նոր ստեղծի այդ արժեքը։ Ես դες դա ասում եմ բանի էությունը իմանալով ու հասկանալով։ Սիրելի ռադիո լսողներ, այսօր մի փոքր կարճ էր, բայց կարծում եմ բովանդակալից եւ հետաքրքիր Դարփինյանի ժամն եք դուք լսում գործարար ալիքի եթերում, բաժանորդագրվեք մեր էլեկտրոնային հարթակներին, նաեւ բաժանորդագրվեք Արմեն Դարփինյանի YouTube-յան հարթակին, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, այսօր այսքանը։